Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ վաղվա զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները։ Նախարարի խոսնակի փոխանցմամբ հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին ռուսական ռազմակայանի զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով անկախության օրվա առիթով կազմակերպված զորահանդեսին այլ երկրի մասնակցությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Վերջին շրջանում 20-ամյակն էին նշում անկախության նաև մեր հարևան պետությունները՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ չնայած այն համագործակցությանը, որ նրանք ունեն տարբեր երրորդ երկրների հետ, որովհետեւ մեկի մոտ ղեկավարներից մեկի մտքով անգամ չի անցել, որ երրորդ երկրի ստորաբաժանում անկախության նվիրված զորահանդեսին մասնակցի։ Մամուլում հնչող այն քննադատությունը, թե այս քայլը նսեմացուցիչ է 20-ամյա անկախ պետության համար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսպես մեկնաբանեց. Ուրեմն արդեն երևույթ են տվել, որ ռուսական մի կորպորատորաբանանում նաև շքերթին մասնակցի, որտեղ երեշում նաև իրենք պատասխանում են անվտանգության համար։ Մենք հասարակության եւ աշխարհի ցույց ենք տալիս մեր անվտանգությունը, ապահովենք զինատեսակի զորքը, դա մեջ մտնում է նաև ռուսական այդ ռազմաբազան հետ ստորաբաժանում։ Խնդիր չեմ տեսնում այդտեղ։ Նորմալ է։ Այսինքն դու գտնում եք, որ իրենք պաշտպանում են մեր անվտանգությունը, դա նսեմացուցիչ չի, բայց այդ փոքր, ասեմ, զորախումբը, որ մասնակցում նսեմացուցիչ չի։ Ես չէի զարմանա եւ որևէ խնդիր չէր առաջացնի, եթե ռուսական կամ ԱՊՀ երկրներից մեկ այլ զորախումբ մասնակցեր մեծ հայրենական պատերազմի 65-ամյակի կամ 70-ամյակի առաջիկայում սպասվող զորահանդեսին եւ դա շատ տրամաբանական կլիներ։ Եթե մենք լինեինք լիարժեք անկախ, մենք կարողանայինք մեր դաշնակցին հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու անկախության նվիրված զորահանդեսին պետք է մասնակցեն մեր հայկական հաղթանակած զորամիավորումները եւ ոչ թե երրորդ երկրների։